Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այսօր անդրադառնալով Ծափաթաղ գյուղում օրեր շարունակ անհետ որոնվող 3-ամյա Տիգրանին, ում մարմինը 3 հայտնաբերվեց Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշնամիջյան հատվածում, ասել է. նախնական տվյալներով ունենք սպանություն։ Երեխայի հայրը խեղտամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Այս պահին այլ տվյալ հանրայնացնելուց կխուսափեմ, բայց ուզում եմ շեշտել, որ այս վարկածը ի թիվս այլնի եղել է մեր ուսումնասիրության շրջանակում, ասել է նախարարը։ Շատ նախնական տվյալներով երկու եղբայրները դուրս են եկել տնից, հետո հորն են հանդիպել ու հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակում է վրա հասել դեպքը, երբ դեպքը տեղի է ունեցել եւ մենք սկսել ենք որոնողափրկարարական աշխատանքները ամբողջ հարակից հատվածով յուրաքանչյուր հաջորդ տարածքի անցման պայմաններում ըստ երեխայի հոր նախնական ցուցմունքի նա երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել, հավելել է Սարգսյանը։ Ռանինա մանկական վոկալ մրցույթի 8-րդ եթերաշրջանի հաղթող է ճանաչվել Անիտա Աբգարյանը։ Նախագծի կանոնների համաձայն այժմ հենց նա է ներկայացնելու Վրաստանը մանկական Եվրատեսիլ 2025-ին։ Անիտան 10 տարեկան է, Ռանինայի եզրափակչում նա կատարել է ԱԿԿ Կիցերեթելի Չոնգուրս Սիմեբի Գավուբի բանաստեղծության հիման վրա ժողովրդական մեղեդային երգը։ Անիտայի կատարման ձայնի ուժն ու հուզականությունը հիացրել են ժյուրի անդամներին եւ հանդիսատեսին։ Արդյունքների հայտարարման ժամանակ փոքրիկ երգչուհին չի կարողացել զսպել արցունքները։ Այս տարի մանկական Եվրատեսիլ մրցույթը կկայանա դեկտեմբերի 13-ին Թբիլիսիում։ Մանկական երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի 12-ամյա Ալբերտ Արմենակյանը։ Մի խումբ հայուհիների ազգային պարի կատարումը վիրուսային է դարձել համացանցում։ Աղջիկները Սևա Կամրյանի եւ Արփիի հայրը տնտիր մայրը տնտի երգի ուղեկցությամբ Նազանի են բարել, որը լայն տարածում է գտել համացանցում ու արժանացել մի շարք դրական մեկնաբանությունների։